այժմ գունգընտրեք Թորոնտոյի Սուրբ Աստվածածին եկեղեցվո գիլիգյո ցայնասփռումը Գիլիգյո ցայնը կներկայացնե հոգևոր, մշակութային, կրոնական, ազգային, բարոյախոսական ծրագիրներ։
fear. You're on solid ground. For a spell or two, no one seems forlorn. This comes to pass when a child is born. And all of this happened because the world is waiting for one child. Black, white, yellow, no one knows. But a child that would grow up and turn tears to laughter, hate to love, war to peace, and everyone to everyone's neighbor, misery and suffering would be forgotten forever. It's all a dream and illusion now. It must come true sometime soon somehow. All across the land on the brand new morn, this comes to pass when a child is born. All across
Ինչ կբահանչե դերը։ Սամոս 15 Դեր, ով արժանի բիդելլա դաջարիտ մեջ ըլլալու, ով արժանի բիդելլա սուրբ լերանըտ վրա փնագելու, ան, որ ամփիղծ կյանք մգաբրի, արդարություն կգործե, և միայն ճշմարտությունը կխորի ու կխոսի, որ չի զրբար դեր փնավ իր ընկերոջ չարիք չներ և թրացին չի նախադեր, ան, որ գար համարե աստուծմե մերժվածները, մինչ կպատվե աստվածավախ մարդիկը, որ հանց ընկարն է իր երթումը հարգելով, վնաս կրել, քան թե իր խոսքը թրջել, ան, որ իր թրամը դոգոսով չի դար, և կաշարքի փոխարեն անմեղին թեին վկայություն չի դար, այսպես աբրողը երբեք պիտի չսասանի, ամեն.
Աղոթք վստահության Սամոս 16 Բահբանեզիս, ով Աստված, քեզի աբավինազիեմ, դիրոջ ըսի, թուն ես դերս, քեզ մեզատ ուրախություն չունիմ, ինչ պարահեղ են երկրի վրա սուրբերը, ամփոփ փապակս է անոնց հետ լալ, բազմաթիվ ցավերով պիտի հարված են անոնք, որոնք ուրիշ աստվածներու ետևեն գվազեն, բայց ես սոհերու արյուն պիտի չնձայեմ անոնց անունն իսկ փերանս պիտի չառնեմ, դեր, թուն ես իմ ժառանգությունս, ինձի վիճակված բաժինը և իմ բաժինիս թուն պիտի դաս ինձի, ինձի ելած վիճակը ինչ հաճելի է ինձի, իրավ շնորհքը, որ զիս խնդությամբ կլեցնե, գործնապանեմ դերը, որ իր խորհուրդով գարաչնորթե զիս, նույնիսկ գիշերը զիս կխրադե խղճմտանքիս միջոցով, միշտ դերը իմ թիմացս ներկա ունիմ, երբ անիգա իմ գողքիս է, ոչինչ կրնա զիս սասանել, ահա թե ինչու սիրտս ուրախ է, հոգիս ցնծության մեջ է, և մարմինիս վստահությամբ կհանգչի, որովհետև գիտեմ, թե զիս մեռնելու աշխարհի մեջ պիտի չձգես, և պիտի չթողուս, որ քու հավատարիմ ծառայիդ մարմինը փդություն տեսնե, կյանքի ճամփան ցույց կտաս ինձի, ներկայությունդ զիս ցնծությամբ կլեցնե, և քու մոտդ ըլլալը հավետ երջանկություն է, Ամեն Սիրելի ունկնդիրներ, ձեզի հետ Մարալ Ջամջիկյանը կմաղթեմ ձեզ բարի շաբաթը
Թբրևանքը 85-ամյա առաքելության ընդմեջ են։ Երաժշտություն եւ ուսուցչություն Թբրևանքի մեջ։ Գիլիգիո գաթողիկոսության Թբրևանքի 1998-1999 դարաշրջանի նախորյակին լուսահոգի Զարե arczepiskopos Ազնավուրյան ինձի հեռացայնեց եւ խնդրեց, որ իրեն հանդիպիմ։ Ընկալուչը վարդնել է ամիջապես ետք ջամփա ելա եւ ուղղվեցա թեպի մեկ թաղ անտին գտնվող գաթողիկոսարան, ենթադրելով, որ սրբազանը զիս կարևոր հարցի համար գանչած էր։ Սակայն ինչ կրնար ըլլալ պատճառը։ Ներկայացա սրբազանին գրասենյակը եւ հոն նստած դեսա օրին Թբրևանքի դեսուչ Շահան Վարդապետ Սարգսյանը, այժմ Շահան arczepiskopos առաջնորդ Փերյո հայոց թեմին։ Շահան սրբազանը առաջարկեց, որ Թբրևանքի մեջ տաշնագի հասերդամ շաբաթը մեկ օր դրությամբ։ Նկատի ունենալով Բիգֆայայի բանկին հերավորությունը, բահմը դադամսեցա, սակայն հնչեց Զարե սրբազանին հրաման հորթորը, մի մերժեր։ Եվ ահա, մինչև օրս ամեն 5 շաբթի կբարձրանամ Բիգֆայա իբրև ցայնակրության ուսուցիչ, մարդագերդման ու հոգևորականներու պատրաստության նվիրված ազգային կրոնական այդ կարևոր հաստատության մեջ ծառայելու։ Թբրևանքի մեջ ուսուցիչ ըլլալ կնշանակե ստանցնել պատասխանատվությունը, որ ավելին է, քան ազգային վարժարաններու մեջ ծառայող ուսուցիչներուն արդեն իսկ ծանր պատասխանատվությունը։ Խոսքը գրթական ծրագիրին մասին չէ, այլ դաստիարակության։ Ի վերջո, այս հաստատությունը վանք մնե, ուր աշակերտները հատուկ բարդավորություններ ու բարդականություններ ունին։ Անիկա նաև հատուկ առաքելություն հետապնդող գիշերօթիկ դպրոց մնե, ուր աշակերտները բնականաբար զրկված են իրենց ծնողներուն հետ ամենօրյա շփում են, այդ պատճառով ուսուցիչները գոչված են շարունակելու եւ իր լրումին հասցնելու մինչ այդ ծնողներուն սկսած դաստիարակությունը, միշտ իմդի ունենալով այն հոգեմտավոր առաքելությունը, որուն գոչված է այս հաստատությունը։ Թբրևանքի մեջ ծառայողը բարդի ըլլալ ավելի քան սոսկական ուսուցիչ կամ դաստիարակը։ Ան պետք է նաև ըլլա հայրը կամ մեծ եղբայրը, որ գխրադե, գհորթորե եւ գհանդիմանե աշակերտին մեջ թարտնելու համար ամեն բանը առաջ լավ մարդու եւ դիբար հայու նկարակիրը։ Թբրևանքի մեջ ավանդվող նյութերու շարքին է երաժշտությունը, շարականներու ուսուցում, ցայնակրություն, տաշնակ եւ մինչեւ իսկ գիտար ու դուդուկ։ Ինչու երաժշտություն։ Այս հարցումին ամենեն բարձ պատասխանը այն է, որ երաժշտությունը հայ եկեղեցվո ձեսին անբաժանելի եւ կարեւոր մեկ մասն է։ Կարեւոր, որովհետեւ երաժշտությունը իր բնույթով ըլլալով անմիջական կարողությունը ունի բանալու այնպիսի դերներ, որոնք բարերը անկարող են բանալու եւ այլապես պիտի մնային փակ։ Իզուր չէ, որ երաժշտությունը գոչված է հրեշտակներու լեզու։ Ներսես շնորհալի հայրապետը, որ նաև երաժիշտ մներ եւ լավապես գիտակցեր երաժշտության ներկայացուցած կարևորության, կաթողիկոս Օձվելեն յետք իր ընդհանրական նամակին մեջ գրած է. «Քահանայական ուսվանց մեջ թող ցեզ մե ոչ ոք դկիդության գուրությունը սիրե ձուլության կամ աշխատիկ սպաղումներու պատճառով, թեև ամենքին հնար չէ ամեն տեսակ շնորհքներով գադարյալը լալ, զոր աստվածային օրենքնալ կպահանջե քահանաներեն, սակայն անհրաժեշտ բաներու մեջ պետք է անթերի ըլլան, այսինքն եկեղեցական գիրքերը ուղիղ գարթան, երաժշտական գիտելիքները եկեղեցվո մեջ լավապես կատարեն եւ աբական քահանայական ծերնադրության։ Այլ խոսքով, երաժշտական գիտելիքներուն ծանոթը լալն ու լավապես կատարելը քահանայական ծերնադրության համար անհրաժեշտ է եւ բադահականության արդյունքը չէ։ Դարիներու ընթացքին գաթողիկոսարանի շնորհալի երջախումբին խմբավարությունը ստանձնած նվիրյալները մեծավ մասամբ հոգևորական եղած են։ Բնության քիրգը եղող Թբրևանքին մեջ ուսուցչությունը յուրահատուկ համ ու հոդ ունի։ Անշուշտ կան բազմաթիվ հիշատակներ,
Օրինակ, եղանակային վատ պայմաններում մեջ երթուտարցի արգածախնդրությունը, սակայն ամենեն հարկին առնչված է աշակերտներում, որոնց մի ոմանք այսօր արդեն կհաննա վարդապետ եւ եպիսկոպոս են։ Դպրեվանքը ուսման եւ մարտագերդումի անզուգական միջնապերտ մնե իր տեսակին մեջ եզակի թարտնոցը, որուն 85-ամյա երթը գշարունակվի եւ պիտի շարունակվի իբարս Աստուծո հայ եկեղեցվո եւ հայ ասկին։ Վահրամ Էմմյան երաժշտության ուսուցիչ դպրեվանքի մեջ։ Oh,
nothing. He makes me lie down in green pastures. He leads me beside quiet waters. He refreshes my soul. He guides me along the right path for His name's sake. Even though I walk through the darkest valleys, I will fear no evil, for You are with me. Your rod and staff, they comfort me. You prepare a table right before me in the presence of my enemies. You anoint my head with the oil, my cup overflows. Surely Your goodness and love will follow me all the days of my life, and I will dwell in the house of the Lord forever. Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսարանեն Հոյիտայի բյուրոն Անտիլիասի մայրավանքին մեջ Շաբաթ 14 փետրվար 2015-ի առավոտուն նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին վեհապար հայրաբեդը իր գրասենյակին մեջ ընդունեց այցելությունը հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր բյուրոյին գլխավորությամբ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի Վեհապար հայրաբեդին հետ հանդիպման ընթացքին քննարկվեցան հայոց ցեղասպանության 100-ամյակին առիթով տեղի ունենալիք ձեռնարկները թե Հայաստանի եւ թե Սփյուռքի մեջ ու հատկապես համահայկական հռչակագիրը եւ անոր թողած թրական արձագանքը մեր ժողովրդի կյանքեն ներս Ֆրանսիայի նախագահ Հոլանդեն նամակ Արամ առաջին վեհապար հայրաբեդին Նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին Գաթողիկոս հետևյալ նամակը ստացավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուଆ Հոլանդեն Նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին Գաթողիկոս Մեծիդանն Գիլիգիո Անտիլիաս Լիփանան Կուզեմ ցեզի շնորհակալություն հայտնել ինձի ուղած համագրանքի զորակցության եւ բարեկամության ծեր պատկամին համար երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացած աննկարագրելիորեն ահավոր ու սարսափելի հարձակումի հետևանքով այս ադելի արարքին ճամփով պետության հեղինակությունը եւ ժողովրդավարությունն էր որ հարձակումի կենթարկվեր արտարև ժողովրդավարությունը խոսքի մտածման եւ ստեղծագործության ազատությունն է միաժամանակ ժողովրդավարություն կնշանակի բազմազանություն եւ զանազանություն Ֆրանսան դեղի պիտի չդա խավարամտության եւ ես պիտի շարունակեմ Ֆրանսիայի անունով թրոշագիրը դառնալ թե ազգային եւ թե միջազգային մագարտակներով վրա մեր հիմնական արժեքներուն ազատության, հանդուրժողականության, արտարության եւ խաղաղության Անկամ եւս իմ շնորհակալությունս հայտնելով ձեր զորակցության համար կխնդրեմ ձերդ սրբութենեն ընդունել իմ հարկանքս Ֆրանսուଆ Հոլանդ նախագահ Ֆրանսիայի Հանրապետության Միացյալ Նահանգներու Պաշտպանություն քրիստոնեության համախմբումի նախագահը այցելեց Արամ առաջին վեհապար հայրաբեդին Երեքշաբթի 17 փետրվար 2015-ին նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին վեհապար հայրաբեդին այցելեց
Միացյալ Նահանգներու պաշտպանություն քրիստոնեության համախմբումի նախագահ Թուֆիկ Բահակլինի եւ իր խորհրդականը Ալեքսիս Մուկերզել։ Վաշինգտոնի մեջ իր գետրոնադեղին ունեցող հիշյալ համախմբումին նպատակն է Միացյալ Նահանգներու մեջ միջին արևելքեն ներս քրիստոնեական ներկայությունը պաշտպանող նախաձեռնություններու թիմել, հատկապես քաղաքական մարզերներս։ Հայտնենք, այս շրջակիցեն ներս համախմբումը 9-11 սեպտեմբեր 2014-ին Վաշինգտոնի մեջ համագումար կազմակերպած էր, որուն մասնակից դարձած էին շրջանեն եւ Միացյալ Նահանգներեն հոգեվոր առաջնորդներ եւ քաղաքական ու պետական անձնավորություններ։ Սույն համագումարին ներկա եղած էր նաեւ վեապար հայրապետը ու դասախոսություն տված։ Բահակլինի նորին սրբության հետ քննարկեց վերոհիշյալ համագումարին արդյունքները ու հատկապես անոր ցկած դրական արձագանքը Ամերիկայի պետական ու քաղաքական շրջանակներեն ներս։ Ան նաեւ ուզեց իմանալ վեապար հայրապետին տեսակետները հարաճիգայի գարկ մծրակիրներուն շուրջ։ Նույն ժամուն Նիջերիայեն հերացայնով խորհրդակցության միացավ համախմբումի խորհրդականներեն եւ անոր աշխատանքներուն նույնտապես նպաստող Ժաղուրի։ Արամ առաջին կաթողիկոս ողջունելով հիշյալ համախմբումին հարաճիգա ծրագիրները թելադրեց, որ նաեւ չափավորական իսլամ ղեկավարներ ներառնվին այս գործընթացեն ներս, որբեսի երկխոսության ու գործակցության ջամփով կարելի ըլլա միասնապար դիմակրավել միջին արևելքը հուզող հարցերը ու ամրապնդել քրիստոնյա իսլամ զորակցությունը։ Նորին սուրբոզություն դերդեր Արամ առաջին կաթողիկոս ցավակցական նամակներ կհղե Եգիպտոսի նախագահին եւ Թավադրոս երկրորդ պատրիարքին։ Նորին սուրբոզություն դերդեր Արամ առաջին կաթողիկոս ցավակցական ու զորակցության նամակներ հղեց Եգիպտոսի նախագահ Սիսիին եւ Ղբդի եկեղեցու հոգեվոր պետ Թավադրոս երկրորդ պատրիարքին Լիբիո մեջ 21 Ղբդի եգիպտացիներու դխուր մահվան առիթով իսլամ ծայրահեղականներու կողմէ։ Վեապար հայրապետը ցավակցություն հայտնել է Եգիպտոսի ժողովրդին հիշեցուց ծայրահեղականության վտանգավոր հետևանքներուն մասին, որ շրջանեն ներս կխաթարե քրիստոնյա իսլամ խաղաղ համակոյակցությունը։ Թավադրոս երկրորդ պատրիարքի ուղած իր նամակին մեջ Արամ առաջին վեապար իր վշտակցությունը հայտնեց 21 Ղբդի եկեղեցու անմեղ զավակներուն համար, զանոնք կոչելով 21-րդ դարու նահատակներ։ Քրիստոնեական եկեղեցու համար մարտիրոսները հատուկ տեղ կգրավեն, Ղբդի 21 անձերը, որոնք արյան նահատակությամբ մգրտվեցան, պետք է ամրապնդեն մեզ մեր հավատքին մեջ անսասան մնալու։ Զույգ նամակներու ավարտին նորին սրբությունը Մեծիդանն Գլիգո կաթողիկոսության անունով զորակցություն հայտնեց Եգիպտացի ժողովրդին եւ Ղբդի քույր եկեղեցվո։ 40-օրյա բահեցողության արարողություններ Անտիլիասի մայր դաջարին մեջ 18 փետրվարեն 27 մարտ 40-օրյա բահեցողությունը եկեղեցվո հայրերուն կողմէ սահմանված այն կարևոր ժամանակամիջոցն է, որուն ընթացքին յուրաքանչյուր քրիստոնյա կհրավիրվի ինքնագիտակցության, ինքնակնության եւ ինքնասրբակրումի, պատրաստվելու մեր Տիրոջ եւ Փրկչին Հիսուս Քրիստոսի հարության հրաշապարդոնին։ Եկեղեցին այս շրջանին Քրիստոսի եւ աստվածաշնչական զանազան այլ գերբարներու օրինակով բահեցողության ու աղոթքի կհրավիրի հավատացյալները։ Սակայն պետք է գիտակցենք, որ բահեցողությունը զանազան ուտելիքները զսպելու իրողութենեն ամտին գանցնի եւ ավելի մեծ խորուրդ մը կբարունակե։ Մեր եկեղեցու հայրերեն Հովհան Մանտագունի բահ կհամարե սագավախոսությունը, ավելորդ ինչկերով չմտահոգվիլը, խոնարհությունը, սրդին անմաքուր մտածումներ չունենալը, չնախանցիլը, հնազանդությունը եւ մաքուր սրտով բոլորը սիրելը։ Այս բոլորն է իսկական բահկը, որ շատ ավելի գարժե կամ գերագուրներու զրգանքը։ Բահկի շրջանին այս եւ նման բաները զրկվել է վերջ է միայն, որ գերագուրները զրկվիլը ընդունելի կդառնա։ Մեծ վահոց շրջանին եկեղեցին հոգեբարար հadouk արարողություններու միջոցով եւս հավատացյալները կհրավիրե աղոթական կյանքի։ Այս ավանդությունը բահելով Մեծիդանն Գլիգո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր դաջարին մեջ
հանդիսաբերությամբ նորին Սուրբ Օծություն Տերտեր Արամ առաջին կաթողիկոսին արևակալի ժամերկություններ դեղի պիտի ունենան չորեքշաբթի եւ ուրբաթ առավոտյան ժամը 7-ին, իսկ հսկումի արարողությունները չորեքշաբթի եւ ուրբաթ երեկոյան ժամը 5-ին։ Ժամերկություններու ընթացքին արարողությանց երկեցողությունը ժողովուրդն ինք պիտի կատարե, իսկ չորեքշաբթի առավոտ արևակալի արարողության ավարտին միապան հայրեր հոգևոր խորհրդածություններ պիտի կատարեն։ Կհրավիրենք մեր ժողովրդի զավակները, որ մասնակցին այս հոգեբարար արարողությանց, հաղորդագից դառնալով մեր եկեղեցվո ու հայրերու հոգևոր ժառանգին։ Մեծիդանն Գիլիգո կաթողիկոսության մասնակցությունը Ասիո եկեղեցիներու կորզատիր վարչության ժողովին։ Ասիո եկեղեցիներու խորհուրդը, որուն մնայուն անդամ է Մեծիդանն Գիլիգո կաթողիկոսությունը, կումարեց իր կորզատիր վարչության նիստը 9-13 փետրվար 2015-ին Բանգկոկի մեջ։ Սույն ժողովին Մեծիդանն Գիլիգո կաթողիկոսությունը ներկայացուց Տեհրանի հայոց թեմի Փարեչան առաջնորդ Գերաշնորհ Դերսեբու arczepiskopos Սարգսյան, որպես անդամ հիշյալ վարչության։ Վարչությունը ուներ օրագարկի գլխավոր երկու նյութեր. առաջին ընդհանուր քարտուղարի ընտրություն եւ երկրորդ խորհրդի 14-րդ համաժողովի քննարկում, որ տեղի պիտի ունենա Ջակարտայի մեջ։ Ժողովը միացայնությամբ դոկտոր Մաթյու Ջորջ Շունակարան ընտրեց Ասիո եկեղեցիներու խորհրդի ընդհանուր քարտուղարի պաշտոնին։ Դոկտոր Շունակարան կպատկանի հնդիկ Մարտոմա եկեղեցվո, լայն փորձառություն ունի միջեկեղեցական հարաբերության ստաշտեններս եւ քաչադեղյակ է Մեծիդանն Գիլիգո կաթողիկոսության ու անոր միջեկեղեցական շարժումին բերած կարևոր ներդրումին։ Ապա ժողովը քննարկեց Ջակարտայի մեջ տեղի ունենալիք համաժողովին աշխատանքները։ Ժողովի ընթացքին Սեբու սրբազան անդրադարձավ հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Ժողովականները իրենց զորակցությունը արտահայտեցին եւ բարդականություն տվին ընդհանուր քարտուղարին, որ այս ուղղությամբ Ասիո եկեղեցիներու խորհրդի անդամակցող բոլոր եկեղեցիներուն պաշտոնական նամակ կրե, որպեսզի 24 ապրիլին աղոթեն մեր նահատակներու հոգիներուն համար։ Նաեւ որոշվեցավ, որ Ասիո եկեղեցիներու խորհրդի համաժողովը եւս հadouk անդրադարձ ունենա այս մասին։ My
ընկնեմ սարեսար զարգվեմ կարեկար ախ ընկնեմ սարեսար սիրտս գայլերի Փաշին դառնա միայն թե մայրս մահս չիմանա սիրտս գայլերի Փաշին դառնա միայն թե մայրս մահս չիմանա Լեռալանջին խորմինում են վիդալային էր հավիդյան ազատ գներ մի սիրում են զավակները բնության եկեք գնանք այաղջիկներ հասնի այնտեղ սիմլերան ազգի պաշտպան վիդալային էր մեզի համար կոմտան եկեք գնանք Ներ հասնին այնտեղ սիմլերան ազգի պաշտպան վիդալային էր մեզի համար կոմտան հասնենք աճած սուրբ քերեզման տապենք արժուն կաչերնից մեր հայրենյաց հողին պաշտպան զարգվեցան կաչերնից ահավասակ այօրյոտներ երկենք մեղմիկ միասին սալենք ծաղիկ տապենք արցուն հարգանանք նրա սուրբ շիրմին ահավասակ այօրյոտներ երկենք մեղմիկ միասին Սանենք ծաղիկ տապենք կարծում հարգանք նրա սուրբ շիրիմին Հյուսենք մսակ նրանց գլխին վարդմանի շակ մեղավագից Երդվենք նրանց հիշադագին չվարապենալ դաջիգից Մեզի համար ստոկնացին տատուլի բեստեկաչեր Որ ննչում են լերանան լանչին ազաղադության բրկիչներ Մեզի համար ստոկնացին Սիմոն
համար սոկնացին դաշնակցության բեկաճեր, որ ննջում են լերաղան լանչին ազաղադության պրգիջներ, մեզի համար սոկնացին բիգենի բես բեկաճեր, որ ննջում են լերաղան լանչին ազաղադության պրգիջներ, մեզի համար սոկնացին բղերի բես բեկաճեր, որ ննջում են լերաղան լանչին ազաղադության մարդիգներ, մեզի համար սոկնացին շահեի բես բեկաճեր, որ ննջում են Ղարաբաղի ազատության մարդիգներ, մեզի համար սոկնացին Բեդոյի բես բեկաճեր, որ ննջում են Ղարաբաղի ազատության պրգիջներ, մեզի համար սոկնացին Գարոյի բես բեկաճեր. Որ միգին գասկածը սրդում գնում է որ դու պախտը բացանի իմանա թե ինչ պատահեց որդուն մեռած է արդյոք գորած կենտանի մի խիզախ դղա սասումը սրդում գրվով աշխարի բախտն է բացանում որ էլ ոչ մի մայր չսկա որդուն և ոչ մի որդի չընկնի աշխարհում նա գրվի դաշտում իր մահը գտավ գրվեց ու զոհվեց անխոս անանում Գուզես նախանցիր կամ գուզես գտա գծկված կոպախտը դակու դարանում իհարկե իրավ դու երկար գաբրես տոնը գլինեն կյանք սեր ու ծնող ինի գխմես գրքեր գդվես աղջիկների հետ գսպոսնես անհոգ Այդ չես մորանա թուհուր հավիդյան և չես ազատվի այդից անհուշի որ ապրել ես դու միշտ խնամքի տակ ուրիշի քանգի կամ արյան հաշվին որ այս հաղթության չինարին շահել որ ըստվերում նստած ես կինով կանաչ կյանքից է նրա կյանք արել և չրվել նրա կարմիր արինով որ երբ քեզ պնդրող գնդակը եկավ նա գուրծ կբայեց և նրա առջև որ թեև ընկավ բայց ոչ մի վարգյան ապրելու համար թեր չի ամաչել Լուրեր Կանադայի հայոց թեմի առաջնորդարանեն Առաջնորդ Սրբազան հայրը այցելեց Վինիփեգ հայ կավուտը Կանադայի հայոց
Դիրախնամ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեղրիկ Սրբազան եպիսկոպոս Պարիքյան 15 փետրվարին այցելեց Վինիփեգ մատուցանելու համար Սուրբ եւ անմահ պատարագ, հիշատակելով Սուրբ Վարդանանց դոնը, որ նաեւ Սուրբ Վարդան եկեղեցու անվանագոչության դոնն է, դյարն տարածը եւ պում պարեգենտանը։ Հետ Սուրբ եւ անմահ պատարագի դեղի ունեցավ ճաշկերույթ, որում նախագահն էր բարոն Ռիմոն Բարսոմյան եւ նվիրված էր իր մոր հիշատակին։ Ճաշկերույթի ընթացքին շնորհակալության խոսք եղավ առաջնորդ Սրբազան հոր իր այցելության համար եւ ազգային վարչության իրենց շարունակական քաջալերանքին համար։ Սուրբ Վարդան եկեղեցու հոգապարծություն։ Կարնանային ջամփար երկուքեն 6 մարտ 2015-ին հովանավորությամբ Գերաշնորհ Տեր Մեղրիկ Սրբազան եպիսկոպոս Պարիքյանի առաջնորդ Կանադայի հայոց թեմի եւ ազգային վարչության գազམ་ագերբությամբ ազգային առաջնորդարանի հայեցի եւ քրիստոնեական դասարակության խորհրդին Կարնանային ջամփար երկուքեն 6 մարտ 2015-ին քրիստոնեական եւ հայեցի դասարակություն մանկավարժական ժամանցային եւ մարտական խաղեր, արվեստի եւ ծերային աշխատանքներու բահեր, պտույտներ եւ այլն։ Վայր Սուրբ Հակոբ ազգային վարժարան, առավոտյան ժամը 8-ին, գեսօրեի ժամը 4, Խավելյա զանոթության համարգարի դիմեր 4-ին 6, մասնակցության սակ 125 պտույտները ներառյալ, Ջամփարին գրնամ մասնակցել 5-12 տարեկան մանուկներն ու բադանիները, արտարկվելու համար հերատայներ ազգային առաջնորդարան 51485612000 թիվին կամ ուղագի գապահել բադասանադուներու հետ։ Արտանակության ժամկետը 23 փետրվար 2015 է։ Ձեր զավակները վստահեցեք փորձարու եւ մասնակետ բարիչներու։ Լուրեր Ատպադատին եկեղեցու կյանքեն։ Գանանց երեգո Շաբաթ 31 հունվար 2015-ի երեգոյան ժամը 8-ին գազམ་ագերբությամբ Թորոնտոյի Սուրբ Ատպադատին եկեղեցու օժանդակ հանցախումբին Թորոնտոյի Լարա Ջաշարանեն ներս դեղի ունեցավ գանանց երեգո մասնակցությամբ ավելի քան 150 մասնակիցներու։ Ուրախալի երևույթ է, որ ցույց ցերնարգի նաև գային Քեմբրիջեմ մասնակցող անձեր։ Ցերնարգի նախագահությունը ստանցնած էր Դիգինսոնա Բուջուկյան։ Ցույց ցերնարգին պաշտոնական բաժնին նաև ներկա էին շրջանի հոգևոր հոգիվ հոգեշնորհ Տեր Ստեփանոս Վարդապետ Փաշայան եւ եկեղեցու հոգապարտության ներկայացուցիչ Դիգին Արմինե Պետրոսյան։ Պատման խոսքով հանդես եկավ Տիկին Շողիկ Մատյան, բարիկալուց մաղթելով բոլորին ու իր շնորհակալությունը հայտնեց ցույց ցերնարգի գազམ་ագերբման ու հաջողության եւ հատկապես մասնակիցներու քաջալերանքին։ Ապա հոգապարտության փոխ ադենաբեդ Դիար Կարնիկ Բուջուկյան հանուն եկեղեցու հոգապարտության իր երախտագիտությունը հայտնեց ցերնարգի գազམ་ագերբման եւ հաջողության աշխատանքներուն։ Ապա խոսք արավ հոգեշնորհ Հայր Սուրբը եւ իր խոսքի մեջ անդրադարձավ օրվան ուրախ մթնոլորտին, քաջալերեց բոլոր դիգիներուն, որովհետեւ այսպիսի ցերնարգերում միշտ իրենց մասնակցությունը բերեն, ինչպես նաեւ օրվա Սուրբի հիշատակին, Սուրբ Սարգիս Զորավարի դոնին արիտով եւ այն մասնակիցներուն, որոնց ամուսինները Սարգիս անունը գրեն։ Շնորհավորեց եւ յուրաքանչյուրին հանձնեց մեգական խորհրդանշական նվերներ Դոնին ուրախ արիտով։ Ապա հոգեշնորհ Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց բոլոր անոնց, որոնք կարողացան այս գեղեցիկ ցերնարը հաջողցնել Դիգին Շողիկ Մատյանին, Դիգին Արմինե Պետրոսյանին, Օրիորցոսի Բողոսյանին եւ Դիգին Ծոբիկ Մարգոսյանին, ու հատկապես օրվան նախագահուհի Դիգին Սոնա Բուջուկյանին, որ սիրահոժար կերպով ստանցնեց օրվան նախագահությունը, մաղթելով իրենց քաջարող կյանք, արևշատ եւ ուրախ օրեր ու փապակներու իրականացում։
Այս արտիվդիգին բուջուքյանին հանցնվեցավ նաև գոգիկ դաղգեպունչմը։ Ուրախ մտնոլոր դիրեց ամբողջ ճաշարանեներց, երբ հատկապես երիտասարդությունները մասնակցությամբ տեղի ունեցան հայկական ավանդական բարեր, անագնկալներ, վիճականություն, նվերներ եւ այլն։ Եկեղեցուց հոգևոր հովիվները կմասնակցին Սուրբ Ղևոնդյան շպատարակին եւ կրոնական ժողովին։ Երեքշաբթի 10 փետրվար 2015-ի առավոտյան ժամերուն եկեղեցուց հոգևոր հովիվներ հոգեշնորհ Տեր Ստեփանոս Վարդապետ Փաշայան եւ արժանապատիվ Տեր Կոմիտաս Ավագ Նափանոսյան մեկնեցան Մոնտրեալ մասնակցելու երեկոյան Սուրբ եւ Անմահ պատարագին Սուրբ Ղևոնդյան տոնին առիթով։ Սուրբ եւ Անմահ պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Կոմիտաս Ավագ Նափանոսյան, իսկ իր հայրական պատգամը փոխանցեց Կանադայի հայոց Տիրախնամ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեղրիկ Սրբազան եպիսկոպոս Պարիկյան։ Հաջորդ օր Չորեքշաբթի 11 փետրվար 2015-ին անոնք մասնակցեցան նաև ազգային առաջնորդարանեն ներս առաջնորդ Սրբազան հոր նախագահության կրոնական ժողովին, նույն օրը երեկոյան վերադարձան Թորոնտո։ Սրբոց Սպարտանան զորավարներուն նվիրված Սուրբ եւ Անմահ պատարագ։ Հինգշաբթի 12 փետրվար 2015-ի առավոտյան ժամը 9-ին Թորոնտոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ տեղի ունեցավ Սրբոց Սպարտանան զորավարներուն նվիրված հանդիսավոր ժամերկություն եւ ապա մատուցվեցավ Սուրբ եւ Անմահ պատարագ։ Սուրբ պատարագը մատուցին եւ Հավուր Բաչաջի քարոզես Չրչանից հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Ստեփանոս Վարդապետ Փաշայան։ Հոգեշնորհ Հայր Սուրբ իր քարոզի մեջ անդրադարձավ Վարդանան զորավարներուն նահատակության, վասն հավատո եւ վասն հայրենյաց գաղափարախոսության ու վեր արավ անոր մարտիրոսական քաչ ու վեհ լալը, զանոնք համեմատելով մեր հայկական ցեղասպանության զոհ կատարած ավելի քան 1.5 միլիոն անմեղներուն։ Նույն օրը երեկոյան ժամը 8-ին Թորոնտոյի միջարամբանական մարմնի գազագերբությամբ հայ կաթողիկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեջ տեղի ունեցավ հավաքական աղոթ եւ հանդիսություն Սրբոց Վարդանան զորավարներու հիշատակին, որուն գլխավոր բանախոս նկատի առնված էր եկեղեցուց հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Ստեփանոս Վարդապետ Փաշայան, նույն ունենալով 100-ամյա հայոց ցեղասպանության նահատակները Վարդանան սուրբերու լույսին տակ։ Դիանն տարածի նախատունակ Թորոնտոյի մեջ։ Ուրբաթ 13 փետրվար 2015-ի երեկոյան ժամը 7-ին Թորոնտոյի Սուրբ Աստվածածի եկեղեցու մեջ տեղի ունեցավ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի 40-օրյա դաջարն զայման գեղեցիկ ու ավանդական նախատունակի արարողություն, սաղմոսացություն, շարականի երկեցողություն, ավետարանական հատվածներ եւ ամտաստան, ներկայությամբ հոսպ հավատացյալներու եւ հատկապես ու մասնավորապես ծնողներու եւ մանուկներու, որոնք եկած են Քրիստոսի օրհնապահ լույսեն իրենց դուները տանելու եւ լուսավորելու զայն։ Երեկոյան հանդիսավոր արարողության ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբը խոսեցավ Քրիստոսի դաջարն զայման ավետարանական հատվածին շուրջ ու գոչ ըրավ մեր համայնքի ծնողներուն, որպեսզի իրենց զավակները մշտական կերպով եկեղեցի բերեն, առավել ևս ծանոթանալու մեր եկեղեցվող ավանդություններուն ու սովորություններուն։ Անիր խոսքի մեջ ըսավ. Քրիստոսի լույսը պետք է տանիր նաև մեր դուները, եւ այդ լույսով մեր սրտեն ու հոգի են դուրս հանել դանք խավարային ու մթաքնած բոլոր տեսակի դժվարությունները։ Մեր մանուկները եկեղեցի բերելով Աստուծոն զայենք, որպեսզի անոնք մեծնան, գազմավորվին հոգեգան ու բարոյական արժեքներով, հետևաբար ծնողներու բարդականությունն է հետևիլ մեր զավակներու հայեցի տակտարագության։ Իր խոսքի ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբը օրհնեց ու շնորհավորեց ներկա բոլոր ծնողներն ու մանուկները։ Ապա ծնողներու առաջնորդությամբ մանուկները մոտեցան եկեղեցու տասը եւ հոգեշնորհ Հայր Սուրբին ու Տեր հոր կողմէ ընդայվեցան Սուրբ Խորանին։ Եկեղեցական արարողության ավարտին եկեղեցու սարգսակներուն ու տպիրներուն կողմէ կազմված թափորով եւ տպրապետուհի Տիկին Լենա Բելերյանի ուրախ լեր շարականի երկեցողությամբ եկեղեցու շրջապատի մեջ հոգեշնորհ Հայր Սուրբը
սուր սեղանեն պերված ջրակով վարեց դյարն տարաչի ավանտական խարույգը։ Ավարտին ժողովրդին կողմէ երկվեցավ Գիլիգյան ու հայրապետական մաղթերքը, ապա գազմագերբությամբ քրիստոնեական դաստիարակության հասախումբին եկեղեցուց Հովնանյան ներկնասրահեն ներստեղի ունեցավ գոգի քյուրասիրություն, մեխակներու պաշտում և նվերներու ստացում։ Երկրորդ տարին ըլլալով Դեր և Դիգին Զոհրաբ և Մարալ Բեկարյաններ իրենց զավգին Գրեգ Բեկարյանի մահվան հիշատակին նվիրված ֆոնդեն փապակ հայտնեցին երկու համալսարանական երիտասարդներու գրտանված դրամատներ և իրենց մեծ աղջկան Թալիմ Բեկարյանի կողմէ նվերները հանձնվեցան Դարոն Դերդերյանի և Սարգիս Գիդանյանին, իսկ եկեղեցու ատյանի մեջ դեղված մոմի կամայրությունը ստանձնեց Դիկին Արմինե Պետրոսյան։ Հայտնենք, որ հաջորդ օր շաբաթ 14 փետրվար 2015-ի առավոտյան ժամը 9-ին եկեղեցուց մեջ մատուցվեցավ դյարն տարաչի Սուրբ և Անմահ պատարագ։ Սուրբ պատարագը մատուցեց եկեղեցուց հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Ստեփանոս Վարդապետ Փաշայան։ Արևակալի և Հսկումի արարողություններ։ Դարիներու ավանդության համաձայն մեծ բահոտ շրջանին այս տարին ևս Թորոնտոյի Սուրբ Աստվածածին եկեղեցի են ներս պիտի վերսկսին Արևակալի և Հսկումի արարողությունները։ Չորեքշաբթի 18 փետրվար 2015-ին սկսյալ մինչև ուրբաթ 27 մարտ 2015 հետևյալ ժամանակացույցով։ Ամեն երեքշաբթի և ուրբաթ օրերը առավոտյան ժամը 9:30 Արևակալի ժամերկություն։ Ամեն չորեքշաբթի ու ուրբաթ օրերը երեկոյան ժամը 7-ին Հսկում։ Սուրբ Գիրքի սերդողություն ամեն ամսվան առաջին հինգշաբթի երեկոն։ Գադարողությամբ կերաշնորհ Տեր Մեղրիկ Սրբազան եպիսկոպոս Պարիկյանի առաջնորդ Կանադայի հայոց Տիրախնամ թեմին։ Առաջին հանդիպում հինգշաբթի 5 մարտ 2015-ի երեկոյան ժամ 8-ին 9:30 բոլորին համար, երեկոյան ժամ 9:10 երիտասարդներուն համար։ Սուրբ Աստվածածին Հայաստան Յաց Արաքելական եկեղեցի Գիլիգյոցային ծանրացփրում։ Գրնակ ունգընթել ովևէ ժամում ամեն շաբաթ նոր հայդակիրով կներկայանա ցեզի։ Մենք անգելցին որենք արացին վիճա ուխտել ենք ծաղարայել երկար շաղամանա Բարսկաստանի խորգից եկավ մեկ նաղամակ գնում ենք պաղարով ուշանանք տաղարով Բադերաղազ միդան կսպասեն մեզի Արին սուրուր բադերաղազ միդան կսպասեն մեզի Ջան ֆիդայ անու այդան բան համացայն տեսավ սորություն մենք չենք ուզեր ազատ կամքի բռնություն ուխտել ենք գնացի այդ սիրով ներերին համոզված ենք որ մի այս ենք քոգա հայոց մրգություն համոզված ենք
ղեկավարում այն բادرազմի ավելի մեծ սարսափ դիրեց սուլտանի կացեյթունը հաղթեց վաչարգազանի գեցե զեյթունը խրով սասունը դաշնակցությունը բախտավոր օրեր բարգևեց հայում դաշնակցությունը բախտավոր օրեր բարգևեց հայում լեպոլելե գաչությունը դաշնակցության գվայլ է լեպոլելե գաչությունը ուսակցության գվայլ է լեպոլելե գաչությունը դաշնակցության գվայլ է
ամեն օր գրնակ ունգընտրել, գինիգյոցային սայնասպրումը ողևէ ժամուն։ Նոր հայդակիրով կսպասենք ցեզի կիրակի օրերը։ Գրնակ հետևին գիլիգյոցային ցայնասպրումը հետևյալ գայթակներում www.youtube.com/St. Mary Toronto կամ
www.stmarytoronto.com. Բարի օր ձեր բոլորին եւ ցտեսություն։ Թող մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին շնորհքը, Աստուծո սերը եւ Սուրբ Հոգին հաղորդությունը ցեզի հետ լա հավիտյանս հավիտենից։ Ամեն։